Ժողովուրդ մեքենայի տակ եմ ընկել։ Հեսա կասեք, բայց քո տեսքից հեչ չի երևում, որ դու մեքենայի տակ ընկած ես, պատմում եմ հին պատմությունը։ Դասս վերջացել էր, գալիս էի տուն ու պետքա փողոց անցնեի, խաչմերուկ էր, որը չուներ լուսացույց։ Այսինքն ով ոնց պատահի քշում էր։ Երկար ժամանակ կանգնելուց հետո մի մեքենա ինձ ճանապարհ է տալիս։ Բացատրում եմ մանրամասն, էս են մեքենան է, որը ինձ ճանապարհ է տալիս, էս էլ ես եմ, գալիս եմ որ անցնեմ, մեկ էլ ինչ որ մեքենա գալիս վազանց անում կանգնած մեքենային, ես էլ դե արդեն անցնում եմ, ինչ պիտի մտածեմ, որ ինչ որ մեկը կարող է վազանց անի ինձ խփի։ Գալիս է ու միանգամից խփում է ինձ։ Ու Էլենս պարկում է գետնին։ Ճիշտ է, ինքը այդ պահին հասցրեց տորմուստա, որ ես ակերի հետ այսպես չֆռամ, բայց մեկը հարվածը եղավ։ Ուշակեք ինչ մեքենա էր։ Իհարկե Նիվա, մենք ուրիշ մեքենա չէինք էլ սպասում։ Մոտավոր տարիքային մի 17 տարեկան տղաներ էին մեջը, իրանք ինձնից շատ էին վախեցի, չոր քուրս արի օգնենք, ես էլ վախեցած, չեմ հասկանում հետս ինչա կատարվում։ Այդ պահին շոկից ես ոչ մի ցավ, ոչ մի բան չեմ զգում։ Իմ ասում, չէ, պետք չի, կիսա լացելով են որ խոսում են այդ վիճակով, չէ, պետք չի։ Հասնում եմ տուն ու երբ որ շոկային վիճակս թողնում է, սկսվում են իմ ցավերը։ Այս սենց ցավից մեռնում է, սաղ այս մասը սենց կապտել էր։ Կապտելը որն էր, լղկվել էր։ Մի խոսքով ես անգամ բախտս բերեց, ակերի հետ այսպես չֆռացի, բայց դե սրանից հետո երբ որ ճանապարհ եմ անցնում, մի հատ էլի նայում եմ տենամ ինչ որ մեկը վազանց անում է, թե չէ նոր անցնում եմ, որովհետև այս դեպքը իմ համար կարճ ճակատագրական լիներ։